Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հուլիսի 2 Դեպի քեզ եմ աղաղակում, ով Տեր իմ վեմ, լուր մի մնա ինձանից, որ չլինի, թե դու ինձանից լուր մնաս, և ես գերեզմանի մեջ մտնողներին նմանվեմ։ Սաղմոս 28-րդ գլուխ առաջին խոսք։ Աղաղակը խորը վշտի բնական արտահայտումն է և պատշաճ արձագանք, երբ կանչի մյուս բոլոր ձևերն անհաջողության են մատնվում։ Սակայն աղաղակը պետք է միայն Տիրոջն ուղղված լինի, որովհետև մարդուն աղաղակելը նշանակում է օդում վատնել մեր աղաչանքները։ Եթե մենք հաշվի առնենք Տիրոջ լսելու պատրաստակամությունը և օգնելու կարողությունը, ծանրակշիռ հիմքեր կունենանք մեր աղերսանքները միանգամից մեր փրկության Աստծուն ուղղելու։ Զուր կլինի ժայռերին կանչելը դատաստանի օրը, սակայն մեր վեմը լսում է մեզ։ Լուր մի մնա ինձանից։ Միայն ձևապաշտ քրիստոնյաները կարող են բավարարված զգալ առանց իրենց աղոթքի պատասխանն առնելու, բայց ոչ երբեք իրական հավատացյալները։ Նրանք չեն բավարարվում պարզապես աղոթքի միջոցով իրենց միտքը խաղաղեցնելով և կամքը հնազանդեցնելով։ Ոչ, նրանք ձգտում են առաջ շարժվել և փաստացի պատասխան ստանալ երկնքից, այլապես չեն կարող հանգիստ գտնել։ Սակայն երբ երկար սպասված պատասխանը չեն ստանում, նրանք սարսափում են Աստծո լռությունից։ Աստծո ձայնը հաճախ այնքան սարսափազդու է, որ դողացնում է անապատը, բայց նրա լռությունը հավասարապես սոսկալի է ջերմեռանդորեն աղոթողի համար։ Երբ թվում է, թե Աստված փակել է իր ականջները, մենք պետք է ոչ թե դրանից ելնելով փակենք մեր բերանները, այլ ավելի մեծ եռանդով աղաղակենք նրան, որովհետև երբ մեր ճիչը գնալով ավելի բարձր է զրնգում վշտի միջից, նա չափազանց երկար չի հրաժարվի մեզ լսելուց։ Ինչ սարսափելի կլիներ մեր վիճակը, եթե Տերը հավիտյան լուր մնար մեր աղոթքների հանդեպ։ Չլինի, թե դու ինձանից լուր մնաս, և ես գերեզմանի մեջ մտնողներին նմանվեմ։ Զրկված լինելով մեր աղոթքներին պատասխանող Աստծուց, մենք ավելի թշվառ կարգավիճակում կլինեինք, քան մեռածները գերեզմանում, և շուտով կսուզվենք ու կհայտնվենք նույն մակարդակում, որում դժոխքում կորսվածներն են։ Մենք պետք է պատասխան ունենանք մեր աղոթքներին։ Դա խիստ անհրաժեշտություն է մեզ համար, որովհետև մեր խնդիրը ծայրաստիճան հրատապ է։ Անշուշտ Տերը խաղաղություն կխոսի մեր խռոված մտքերին, քանի որ նրա սիրտը երբեք չի կարող թույլ տալ, որ իր ընտրյալները կորստյան մատնվեն։